Եթե զուտ վերցնեմ այն մոտեցումները ու այն սկզբունքները, որոնցով ես մոտենում եմ քաղաքական գործընթացներին, ես շատ կուզեի, որ ոչ մի ձևի չվերաբերվեի այդ գործընթացին, բայց ցավոք սրտի մեր երկրում դա մի քիչ բարդ է, որովհետև այսպես թե այնպես այդ քաղաքական ուժերը կուսակցությունները բավականին լուրջ դերակատարություն ունեն մեր կյանքում։ Ինչ վերաբերվում է այդ առաջիկա համապետական հանրահավաքին ու պահանջներին, այդ պահանջները ըստ ինձ կարծում եմ արդեն իսկ կարիք չկա այդ պահանջների, որովհետև այդ ժամկետը դրվել էր մոտ 3-4 ամիս առաջ, ու չեմ կարծում, որ որևէ մեկը այդ պահանջներից իրականացրել է ճակերտավոր ասած իշխանությունը, ու ուստի այդ ամսի 10-ին ըստ ինձ պետք է այդ քաղաքական ուժերը գան, ամփոփեն այն փաստը, որ չեն կատարվել այդ պահանջները եւ պետք է իրենց առջև դնեն իշխանապողության ծրագիրը ստայլում։ Արդյոք այս ոչ իշխանական եռյակը վստահություն ներշնչում է։ Միանշանակ վստահություն չի ներշնչում ԲՀԿ-ն, բայց ոչ թե բուն ամբողջ ԲՀԿ-ն, այլ իհարկե իր վերնախավը, որտեղ այսպես թե այնպես այդ վերնախավը կապի մեջ ա եղել իշխանության հետ 2007-ի, 2008-ի մարտի 1-ի կոալիցիայով, բայց իրավիճակը այնց է, որ որքան էլ որ ինքը ինձ վստահություն չներշնչի, պետքա դեռ որպես հետևեմ այդ process-ին, նախ եւ առաջ ես անհատ քաղաքացի եմ, բայց ինձնից իշքան որ կախված է, եթե կախված է գալ մասնակցել է ու եթե ես այդ հարթակից լսեմ այն, ինչ որ ներկայացնում եմ, որ պետք է ներկայացվի։ Այսինքն մինչ այս մի քանի հատ հանրահավաք եղել է, ըստ հրետորների հրետարաբանությամբ ես իմ համար ընկալել եմ, որ մարդիկ գալու են ու շատ հստակ կարճաժամկետ իշխանապողության ծրագիր ներկայացնեն։ Այլ հարց է, թե սկզբունքային առումով ինձ ձեռ է տալի, որ ԲՀԿ-ն փոխարինի ՀՀԿ-ին, թե ձեռ չի տալի։ Շատերը նույնացնում են այս երկու կուսակցությունները։ Ես էլ եմ նույնացնում, բայց այս երկրի իրավիճակն էլ անենց է, կարամ մի հատ հետ գնամ դեպի ձեր ասած 2007-8-ը։ Այն ժամանակ էլ Տեր-Պետրոսյանը Սերժի դեմ էր, էլի ոնց որ ասած շատերը ներկայացնում են որպես երկու չարիքից ամենափոքրագույնը ներկայացնում են այն ժամանակ Սերժին։ Այսպես ասած էլի Տեր-Պետրոսյանի հուշերով այդ մութ ու ցուրտ ճակերտավոր ասած տարիների, հիմա ոնց որ այս մոտավորապես նույն իրավիճակն է, ոնց որ երկու վատից էլի մենք ստիպված ենք, այդ մեր խնդրեմն է, հասարակության խնդրեմն է, որ հասարակությունը միշտ հետևողի դերում է, մենք էլի ստիպված ենք երկու ոնց որ չարիքից ընտրել ամենափոքրագույնը, իմ համար ամենաչարիք, բայց իրավիճակը հենց է, որ հələ որ ստիպված եմ, այսպես ասած, հետևել այդ process-ին ու մաքսիմալ կերպով, որքան ես որ ուժ ունեմ, կաշխատեմ իմ ուժերի սահմաններում փորձեմ այնց անել, որ այդ process-ը գնա իմ պատկերացրած ճանապարհով։ Օրինակ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդը մենք գիտենք, որ հայտնի գործարար է, օլիգարխ է, գիտենք թե ինչ բիզնեսներ ունի։ Այսինքն ամբողջ Երևանում փակվեցին խաղատները եւ նա Շանգրիլա բացեց, ամենամոտ խաղատունը նրանն է։ Արդյոք հնարավոր է ընդհանրապես ունենալ այսքան ունեցվածք մի իշխանության օրոք եւ գնալ դեմ այդ նույն իշխանության։ Շատ բարդ հարց է ինքնին առումով, որովհետև այդ նույն հրետորները, որոնք որ խոսում են հարթակներից, իրանցից ոմանք ներկայացնում են մեր պետության ներկա վիճակը ու ստացվում է, որ Ծառուկյանը այս պայծրությամբ պետության վիճակից ելնելով է, այսպես ասած, գնում այդ քայլերի։ Այստեղ մենք էլի խնդրեմ ունենք, էլի այդ խոսքի այդ անկեղծության, էլի ինքը հարթակից մի բան ասվում, կուլիսում լրիվ այլ բան ասվում։ Քիչ չեմ ուզում էլի այդ դիսկուրսի մեջ մտնեմ, այդ խաղատունը, այս այն, հա, պարզ է, որ այդ մարդը օլիգարխ է, պարզ է, որ այդ մարդը իր ունեցվածքը ձեռք է բերել սովորական, ոնց որ այդտեղ բոլոր օլիգարխները ալան թալանով, հələ որ այդ կմնամ այդ պետության վտանգի, անկախության վտանգի դիսկուրսի մեջ, էլի, հələ որ կմնամ տենց, կփորձեմ այն մարկանց, այն ամենի վնես չէ, որ այդ հարթակից ով խոսում է իմ համար, ասենք, վատն են։ Այնտեղ մարդիկ կան, ես իրենց հարգում եմ, հավատում եմ իրենց ազնիվությանը, հավատում եմ նրան ինչը որ իրանք խոսում են, ու կուզեմ, որ այդ մարդիկ ի վերջո ճիշտ դուրս գան, դրան ես պատրաստ եմ օգնել, էլի, որ այդ իրանց պատկերացրած գոնե այդ բուրժա դեմոկրատական հեղափոխությունը կամ թավշյա հեղափոխությունը ստացվի։ Երբ Ռաֆի Հովհաննիսյանը այսպես հաղթած տեխնացու էր, հաղթած նախագահ էր, այնուամենայնիվ մենք տեսանք, որ այդ նույն ուժերը չաջակցեցին Ռաֆի Հովհաննիսյանին։ Այն ժամանակ խնդիրը իմ համար ավելի շատ այդ քաղաքական ուժի մեջ էր։ Ինձ պետք էր շատ կուզեի, որ Տեր-Պետրոսյանը գար ոչ թե ասեր, որ ինքը ճանաչում է Ռաֆի Հովհաննիսյանին, այլ որպես իմաստուն քաղաքական գործիչ գար, չգիտեմ, այդտեղ միտեղ կանգներ էլի, որ այս
հրապարակում կանգնած մարդիկ տեսնեին, որ այստեղ կա նաև Տեր-Պետրոսյանը, որը որպես հիմնադիր նախագահ, որպես իմաստուն մարդ վերահսկում է գործընթացը տեղի ունեցող, որպեսզի թույլ չտա, որ այն մարդիկ, որոնք որ կանգնած են հարթակում, ու ոնց որ այն ժամանակ ներկայացվում են, որ խաղա, սութա, էսա, այնա, թույլ չտա, որ հարթակը խափի այդ քաղաքացիներին, որոնք կանգնած են այս հրապարակում, էլի շատ լավ կլներ, ինձ թվում է այն ժամանակ ինքը լրիվ ուրիշ ընթացք ունենար այդ ամեն ինչը։ Ամեն դեպքում նույն կոնգրեսից ես այդտեղ լիքը մարդիկ եմ տեսել, որոնք գալիս էին։ Ինձ պետք էր ավելի հրապարակային մոտեցում դրան կոնգրեսի։ Նկատի ունեմ նույն Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Այդ Բարգավաճի գործողությունը այդ ժամանակ միշտ չեմ ուզում մեկնաբանել, որտեվ իմ համար ինքը շատ անհասկանալի էր, էլի, որտեվ այն ժամանակ որ մինչև վերջի պահը ձգվեց, բոլորը ակնկալում էին, որ Ծառուկյանը կարող է առաջադրվի, ու ի դեպ ասեմ, այն ժամանակ որ առաջադրվեր կարող է շատ կներեք միամիտ ստացվեր իր մոտ հաղթեր, էլի, շատ հնարավոր է, որտեվ իրավիճակը սրացում ամեն ինչ ունեն ծեր գնում, որ կարա լինի։ Այս նույն իրավիճակն է, էլի մեր մոտ հիմա է։ Հիմա այդ հրետորները, որոնք որ հարտակից խոսում են, անընդհատ այդ ամսի 10-ի վրա սրում են անում։ Նույնն էլ եղավ այն ժամանակ, անընդհատ ապրիլի 9-ի վրա սրացում գնաց, որ ապրիլի 9-ին կգաս, նույնն էլ հիմա է գնում, հոկտեմբերի 10-ին կգաս։ Իհարկե ոչ մեկ չի ասում, որ դու պետք է գաս հոկտեմբերի 10-ին ու ինչ-որ միանգամից գործողություն լինի, այդպես չի կարա լինի։ Բայց հոկտեմբերի 10-ին իմ ակնկալիքը այն է, որ էլի եմ ասում, որ շատ կարճ, շատ հստակ, այսպես ասած, ոչ հախուռան, ինքնավստահ, զուսպ իշխանապողության ծրագիր է ներկայացվելու հարթակից։ Ես էլ եմ ասում, կրկնում եմ, ինչով կարանամ կաջակցեմ դրան, էլի, անգամ իշքան էլ որ անձնական ու սկզբունքային վերապահում կունենամ։ Այսինքն իշխանապողության պահանջը ձեր համար լիովին բավարար կլինի, անգամ այն դեպքում, եթե այդ իշխանապողությունը չի բերի որակյալ փոփոխություններ։ Բայց ինչ որ մի բան կբերի էլի ամեն դեպքում։ Ես իմ համար ժամկետ եմ սահմանել այդ գործընթացի, ասենք, եթե հոկտեմբերի 10-ին սկիզբը դրվում է, իմ համար դա մաքսիմում 2 ամիս է, դրանից հետո չեմ ուզում անենց իրավիճակ ստացվի, որ 2 ամիս փորձին ինչ-որ մարդկանց համարձակություն էլի վճռականությունը չհերիքի, վերջում ասենք դե լավ, այս թեժաշունը չստացվավ, գնանք թեժգարուն մի հատ, թեժգարունը անցնի, ամառը գա էլի Ղարաբաղյան ինչ-որ սրացումներ կլինեն ինչպես միշտ, հետո էլի կգա թեժաշունը, այդ արդեն անլուրջ է բավականին, էլի ժողովուրդը իսկականից մեղք է, էլի, եթե մենք խոսում ենք պետության մասին, հասարակության մասին, անընդհատ խոսում ենք արտագաղթի մասին, ուրեմն այդ մարդիկ, եթե իմ համար սենց է, պետքա ոնց որ ժամանակին կամք ունեցան, հրաժարական տվեցին նույն Տեր-Պետրոսյանը, այս անգամ էլ պետքա կամք ունենա, կոնկրետ Տեր-Պետրոսյանը որպես քաղաքական գործիչ, պետքա կամք ունենա ու զիջի հարթակը, այսպես ասած, թեկուզ նույն կոնգրեսի երիտասարդ սերնդին, էլի, անգամ թեկուզ այն ջահելներին, որոնք որ ավելի շատ իմ տարիքի են։ Պետք է ուրեմն տենց ինչ-որ մի գործընթաց նախաձեռնի Տեր-Պետրոսյանի, հակառակ պարագայում ինքը մի քիչ արդեն շատ թատրոնային է ստացվում այս ամեն ինչը։